Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանն է, բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Հովհաննիսյան, ակտիվ փուլ է քարոզ արշավի, թեպետ նոր է մեկնարկել, բայց բավականին սուր շեշտադրումներով, թե իշխանության, թե ընդդիմության կողմից, դուք քանի որ մասնակցություն եք ունենում, նախնական ձեր տպավորություններով կիսվեք։ Տպավորությունները շատ դրական են, մեր հանդիպումները քաղաքացիների հետ առավել քան ջերմ եւ մարդաշատ մթնոլորտում են անցնում։ Եթե հիշում եք, սրանից առաջ նաև մենք առիթ ունեցել ենք էլի պատտվել Հայաստանով մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում առիթը բաց չենք թողնում եւ հանդիպում ենք մեր քաղաքացիների հետ։ Ըստ էության հիմա արդեն նախընտրական փուլում կարողանում ենք ավելի շատ խոսել մեր ծրագրերից, նախընտրական ծրագրերից, կիսվել քաղաքացիների հետ մեր նպատակների մասին, ինչպես նաև գնահատականներ հնչեցնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, եւ ես կարող եմ վստահ ասել, որ մեր եւ քաղաքացիների կարծիքները հատկապես պատերազմի եռագլուխ կուսակցության նպատակների մասին, Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, խաղաղության գործընթացի մասին նույնական են, եւ ես երեկ էլ առիթ ունեցա ասել, որ սա ոչ միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավն է, այլ հայ ժողովրդի հաղթարշավը, հենց այն նույն բառը օգտագործեն, որը մեր ընդդիմադիրները չեն կարողանում օգտագործել, ճնշումները բարձրանում այդ բառերն արտասանելից։ Սա հայ ժողովրդի հաղթարշավն է, որտեղ հայ ժողովուրդը պետքա իր քվեարկությամբ ապահովի Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի հարատեվությունը, հարատև խաղաղության եւ բարեկեցության ընթացքը։ Տեսեք, այն ուժերը, որոնց դուք անվանում եք եռագլուխ կուսակցություն, իրենց ասածը այն է, որ ով ձայն տա օրինակ քաղաքացիական պայմանագրին, ձայն է տալիս Ալիևին եւ Էրդողանին, ձեզ մեղադրում են Ղարաբաղը հանձնելու մեջ, կեղծ թեզեր են շրջանառում նաեւ սոցցանցերում, որ ընտրվեք 300,000 ադրբեջանցի եք բերելու, ինչպես կարձագանքեք այս թեզերին եւ արդյոք սա հասարակության մոտ ինչ որ տպավորություն չի թողնում։ Դե գիտեք, իմ մոտ դեժավյու է այս իմաստով, եթե հիշում ենք 2021 թվականին, էլի նույն տրամաբանությամբ թեզեր էին տարածում, ինչ էին ասում, ասում էին, եթե ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, պատերազմ է լինելու, միջանցք են տալու, այս հողերն են տալու, այս բլուրն են տալու, այս ծառն են տալու, այս սարն են տալու, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ ամեն ինչը ուրեմն ավելին քան սուտ էր, անբարոյական սուտ էր, այսօր Հայաստանի Հանրապետությունը օգոստոսի 8-ին մասնավորապես ստորագրած փաստաթղթերով փակել է բոլոր հնարավոր հարցերը այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում օրինակ կարող է անցնել որևէ ճանապարհ, որը կարող է դուրս լինել Հայաստանի Հանրապետության տիրապետությունից, լուծել է ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության հարցը, Ադրբեջանի հետ փոխադարձաբար ճանաչել է միմյանց տարածքային ամբողջականությունը եւ վերջիվերջո ապահովել է խաղաղություն։ Եվ 2 տարի է արդեն Հայաստանի Հանրապետության սահմաններին հակառակորդի կրակոցից զոհ կամ վիրավոր չունենք, դիվերսիոն ներթափանցումներ չունենք եւ սրանից ավելի լավ ինչ պետքա խոսի ուրեմն խաղաղության մասին եւ սրանից ավելի լավ ինչ պետքա խոսի այն մասին, որ ուրեմն այս մարդիկ ուղարկված են կոնկրետ կենտրոններից եւ հետապնդում են մի նպատակ Հայաստանը կրկին վերադարձնել ուրեմն 2018 թվականից առաջ եղած իրավիճակին եւ նորից նույն տրամաբանությամբ թեզեր են տարածում, այսինքն նույն 300,000 ադրբեջանցիների մասին խոսույթը նույն տրամաբանության մեջ է, ինչ միջանցքի մասին խոսույթը։ Երբեք չի եղել որևէ խոսակցություն ադրբեջանցիների վերադարձի մասին եւ չկա եւ չի եղել խոսակցություն երկու կողմից փախստականների վերադարձի մասին։ Մենք չենք բացում եւ չենք խոսում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի մասին, որովհետև մենք ասում ենք, որ այդ խոսակցությունը պատուհան է բացում նույն 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցության համար, ինչը որ անում են այս եռագլուխները։ Եվ սա շատ վտանգավոր տեղ տանող խոսակցություն է եւ իրանք շատ լավ հասկանում են, իհարկե շատ լավ հասկանում են բառակապակցությանը որևէ կերպ դժվար է ասել այս երեքին, բայց ամեն դեպքում նրանք գիտեն, որ այս խոսակցությունը պատուհան է բացում հակառակ ռեակցիայի համար, որ ադրբեջանից էլ է լինելու նույն խոսույթը, ինչը վտանգավոր է, առաջին հերթին վտանգում է խաղաղության գործընթացը։ Նույն տրամաբարությամբ խոսում են, չգիտեմ,
ընդཐուպ մինչև Ղարաբաղի վերադարձի մասին ես տեսնում եմ որ նրանց հանրահավաքներին իրենց ցուցակում եղած մարդիկ իրենց աջակիցները ուրեմն խոսում են Ղարաբաղը վերադարձնելու մասին իհարկե չեն ասում ում կյանքերի գնով չեն ասում ինչպես բայց կրկին դուռ են բացում էսկալացիայի եւ Հայաստանը կրկին փորձում է ներքաշել կոնֆլիկտի մեջ ես վստահ եմ որ եթե այս մարդկանցից որևէ մեկը ինչ որ տեսական իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում լինեն իշխանության մենք ունենալու ենք միջանցք օրինակ ռուսական զորքերի վերահսկողության ներքո ցանցապատ միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող որը ուրեմն որևէ կերպ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո որովհետև այս մարդիկ այլ երկրների վերահսկողության ներքո են դրանք որևէ կերպ չեն կարող ապահովել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ խաղաղությունը եւ սա սրանց ընդհանուր նկարագիրը ինչպես որ ամեն բան արեցին որ Ղարաբաղի ժողովուրդը չպայքարի, տեղում չբանակցի իրենց իրավունքների, իրենց հողում ապրելու իրավունքի համար, ամեն ինչ արեցին, որ այնտեղ պալատական հեղաշրջում անի, բերեցին Հայաստան, որ օգտագործեն որպես ուրեմն կներեք արտահայտությանս հանրահավաքի համար, ուրեմն օգտագործեն հանրահավաքների համար որպես գլխաքանակ, հիմա փորձում են նույն Ղարաբաղի ժողովրդի ուրեմն նուրբ լարերի վրա խաղալ, օգտագործել նրանց այս ընտրական process-ներում, նույն կերպ ուրեմն փորձում են օգտագործել այդ ձեր նշած կեղծ խոսույթները արդեն խաղալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի վախերի վրա թե բա 300,000 ադրբեջանցի կվերադառնա այստեղ այնտեղ խոսակցություն կար որ ասում են դպրոցներ են փակում ես են փակում Երեք Սամվել Կարապետյանն էր ասում նույնիսկ մեղադրում էր որ դպրոցներ եք սարքում ներողություն որովհետև ասում էր դպրոցները մեր մասնակիցները այդ քննարկման մեր երեխաները չեն վայելելու որովհետև տալու եք Ադրբեջանին Դե ներողություն բայց դրանից ավելի տխմար հայտարարություն հնարավոր չի լսել մենք դպրոցներ ենք կառուցում 300 դպրոց ենք կառուցել 500 մանկապարտեզ եւս 100 մանկապարտեզ կառուցելու ենք եւ այդպեսով բավարարենք Հայաստանի Հանրապետությունում պահանջարկը այս իմաստով եթե ավելի պետք լինի ավելին կկառուցենք եւս 300 մանկապարտ դպրոց կամ ավելի շատ կկառուցենք հաջորդ ուրեմն 5 տարիների ընթացքում, որովհետև դեռևս մոտ 800 դպրոց էլ պետքա կառուցենք, վերակառուցենք եւ բարեկարգենք, որպեսզի մենք ունենանք ուրեմն պատշաճ եւ արժանապատիվ կրթական միջավայր մեր երեխաների համար։ Դա այս մարդիկ դպրոցներից ինչ պետքա խոսան, ասենք նույն դասարանից են երեքն էլ ըստ էության, եթե ծանոթ բարեկամ հարազատ տնօրեններ չունենային դժվար թե դպրոցը ավարտեին դրանց խոսակցությունից ամեն մեկը ամեն օր մի նոր ուրեմն մեմի արտահայտություն է անում մեկը դեղորյակ մեկը պարեկին պարետեր երեք անվանում ես ուրեմն կահույքի խանութից գնված իր վերնաշապիկով եւ այլն եւ այդպես շարունակ այսինքն այս մարդիկ չի որ պետքա խոսան կրթությունից գիտեք նրանք իրենց խաղաղ են զգացել, երբ որ Հայաստանը եղել է պատերազմի մեջ, որովհետև պատերազմական այդ վախերով, պատերազմի սուրը ժողովրդի գլխից կախած, նրանք իրենց կյանքն են վայելել, իրենց որդիները ծնվել են այն երկրներում, երբևէ որևէ կերպ ներգրաված չեն եղել երկրի պաշտպանական գործընթացներում, որևէ մեկը Ղարաբաղում չի եղել երևի, կամ եթե եղել է, գնացել է, վայելել է Ղարաբաղի բնությունը եւ վերադարձել է։ Լուսանկարվել է։ Այո, լուսանկարվել եւ վերադարձել է։ Նրանք իրենց ազատ են զգացել, երբ որ Հայաստանը եղել է կախված մեկ կետից ըստ էության ստրկության միջավայրում, եւ նրանք իրենց խելացի են զգացել այն օրերին, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովրդին պահել են տգիտության եւ չիմացության մեջ, քանդել են դպրոցներ, մեջ են արել մանկապարտեզի շենքերը, տվել են իրենց ընկերներին, եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ ամեն ինչը մենք շատ լավ գիտենք եւ հիմա իրանք իրենց խոսույթով եւ պահվածքով եւս մեկ անգամ ապացուցում են այդ ամեն ինչը։ Իդեպ առաջին իշխանությունն է կարելի ասել, որ մեղադրում են ինչ-որ բան անելու մեջ, ասում են ասֆալտներ մի սարք, ասֆալտ մի փռեք, երեք Կարապետյաններ ասում ճանապարհ մի սարքեք, դպրոց մի սարքեք, մանկապարտեզ մի սարքեք, սա ինչի հետևանք օրինակ։ Ուրիշներին մեղադրում են չանելու մեջ, ցես մեղադրում են փաստորեն ինչ-որ բան անելու մեջ։ Դե ըստ էության քաղաքական իմաստով բովանդակություն չկա, որը կարող են գեներացնել
ընդդիմադիր ուժերը, որովհետև մենք այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն արդեն 8 միլիարդ դոլարի է հասնում եւ մոտ 6 միլիարդ դոլարով մենք ավելացրել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Այդ այն գումարն է, որը որ այս մարտիկ պետքա իրար հետ ուտեին։ Հիմա դրա համար պետքա առնվազն նեղված լինեն, սոված են մնացել, կարոտ են մնացել, ուրեմն պետական բյուջեի փողերը ուտելուն եւ դրա համար էլ հիմա ինչ տխմարություն ասես, որ չեն հնչեցնում իրենց 65 կտորից պատրաստված տեսանյութերում եւ մի հատ էլ ուղիղ եթերի տեսախցիկը պահում է վրաները եւ ուրեմն բացահայտվում է իրենց ողջ պերճանքն ու թշվառությունը։ Էսա, այսինքն տրամաբանությունից դուրս է եւ հետեւաբար դրան արձագանքելն է դժվար, երբ որ մարդը ասում է պետքա խելք ունենային եւ դպրոց չկառուցեին, պետքա ասֆալտ չանեին։ Մարդը ասում ով գործարանը քանդելա տեղը ռիոմոլ է սարքել, հետո գալիս է ասում ամ երկրում պետքա գործարաններ սարքենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք 300,000 աշխատատեղ ենք ստեղծել վերջի տարիներին։ Ապահովագրության համակարգը կա, առողջապահության թոշակներն են բարձրացվել, կրթական միջավայրն է բարենորոգվել, ամրաշինական կառույցներ են կառուցվել, զենք զինամթերք են գնում եւ արտադրում Հայաստանի Հանրապետությունում, ամենատարբեր երկրներից են գիտեք գնում ոչ թե մեկ կետից եւ դա մայիսի 28-ին մեր հայրենակիցները կկարողանան տեսնել։ Եվ այս միջավայրում ինչ պետք է ասեն։ Ասելիք չկա, բայց նրանք ստիպված են դուրս գալ իրենց վերջին մարտին, որովհետև ասում ենք եւ ելի ենք ասելու։ Բոլորը, այս բոլոր մարդիկ գերի են իրենց տերերին։ Մեկի որդին քրեական հետապնդման տակ գտնվում է Բելարուսում։ Այս մարդը ես տեսա, որ պաշտպանում էր Լուկաշենկոին, ով ուրեմն բացահայտ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ նախապատրաստել է հարձակումը Ղարաբաղի վրա։ Այսինքն մնացածը մեր քաղաքացիները թող գնահատականները տան, առնվազն եթերային չի, մեր քաղաքացիները եթերից դուրս գնահատականները կտան։ Այս երկուսն էլ մեկի կապիտալն է գերիալ երկրում, այս մարդն էլ դե վաղուց է գերիալ երկրում, դեռևս 2021 թվականից սկսած փորձում է իր ծառայությունները մատուցի եւ այդպիսով նաեւ փրկի եւ փրկվի ապօրինի գույքի բռնագազման ինստիտուտից, փրկվի տարբեր քրեական գործերից, հատկապես մարտի 1-ի գործի հետ կապված եւ այս գերիները հիմա եկել են եւ փորձում են ուրեմն Հայաստանի Հանրապետությունը գրավ դնել իրենց ազատության համար։ Սրանք դա են ուզում անեն։ Ուզում են Հայաստանի Հանրապետությունը գրավ դնել իրենց ազատության համար։ Այսքանը եւ մեր ժողովուրդը կարծում եմ այս ամեն ինչը շատ լավ հասկանում է եւ իրենք էլ իրենց խոսույթով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը եւ ազատությունը, մամուլի ազատությունն էս իմաստով, ուղիղ եթերները շատ օգնում են մեզ եւ մեր ժողովրդին, որ ել ավելի բացահայտվեն այս մարդիկ, որովհետեւ մշտապես թաքնված են եղել իրենց պարիսպների ետևում, բեմադրված հարցազրույցներ են տվել, իրենց սիրելի լրագրողներին կանչել են, իրենց ուզած հարցերն են լսել, գրած պատասխանները կարդացել են եւ այդպիսով մտածել են, որ հայ ժողովուրդն էլ ոչինչ չի հասկանում։ Հիմա այս ուղիղ եթերների ռեժիմում առավել քան պարզա եւ առավել քան բացահայտ է այս մարդկանց թե մտավոր ունակությունները, թե բարոյական նկարագիրը, թե նրանց ընդհանուր նպատակները։ Մեկ կետից, որ խոսում եք ուղղորդվում են մեկ կետից, Ռուսաստանից հաճախ են մեր ընտրությունների հետ կապված հայտարարություններ լինում սպասվող, Պետդումայից օրինակ հայտարարություն հնչեց օրերս, որ Փաշինյանը շատ է նեղացրել Ռուսաստանին, վիրավորել է Ռուսաստանին, չպետք է այլևս ընդունենք։ Մեկ ուրիշ պատգամավոր ասում է, թե ընդհանրապես չպետք է ճանաչենք այս ընտրությունների արդյունքները։ Սրանք ինչ հայտարարություններ են։ Մի կողմից մենք ունենք Եվրոպա, որ օրինակ ողջունում են, փորձում են աջակցել, որ ազատ եւ թափանցիկ ընտրություններ լինեն, հիբրիդային գրողների դեմ պայքարենք, եւ մյուս կողմից ունենք ռազմավարական դաշնակից, որոնք դեռ ընտրությունները չեղած կոչ են անում չճանաչել դրանց արդյունքները, սա ինչի վկայություն է։ Դե սա առասարակ խորհուրդ կտամ Ռուսաստանի Դաշնությունում գործող տարբեր գործիչներին չխառնվել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին, որովհետև մենք առնվազն չենք խառնվում Ռուսաստանի Դաշնության ներքաղաքական կյանքին եւ մեր գործողություններով որևէ կերպ ուրեմն չենք վնասում Ռուսաստանի շահերին։ Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, նեղացվածությանը, վնասելուն եւ այլն, վիրավորելուն, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարդ օրերին Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՊԿ որևէ կերպ
չեն գործարկվել եւ չեն կատարել իրենց փաստաթղթերով սահմանված պարտականությունները։ Եվ դրանից են բխել մեր բոլոր գործողությունները եւ որոշումները, որոնք ուրեմն սպասարկել են Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ հայ ժողովրդի պետական շահը եւ մենք դրանով էլ առաջնորդվելու ենք։ Վերջերս եվրոպական քաղաքական համայնքի ժողովն էր ուրեմն Հայաստանի Հանրապետությունում, մենք տեսանք ովքեր եկան Հայաստանի Հանրապետություն, ինչ հայտարարություններ արվեցին Հայաստանի Հանրապետությունում, մենք լսեցինք հայտարարություններ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկ է, արևմուտքի եւ արևելքի կենտրոնում է ըստ էության այն բոլոր հայտարարությունները, որոնք քննադատության եւ երբեմն ծաղրանքի էին, հա, ենթարկվում, մարդիկ ասում էին, ինչ խաղաղության խաչմերուկի մասին եք խոսում, ինչ արևելքի արևմուտք եւ արևմուտքի արևելք։ Հիմա մենք այդ ամենը իրականության մեջ տեսնում ենք եւ լսում ենք ոչ թե մեր շուրթերից, այլ մեր գործընկերների շուրթերից, ոչ միայն եվրոպական երկրների, այլև ասիական երկրների մեր գործընկերների շուրթերից։ Եվ սա առավել քան արտահայտում է իրականությանը։ Մենք Թուրքիայի հետ հարաբերություններն ենք կարգավորում, 3 որոշում կայացվեց, որ առևտրի սահմանափակումները վերացվեցին Հայաստանի եւ Թուրքիայի կողմից, սա մեր դիվանագիտության արդյունքն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրային հարաբերություններ են հաստատվում, ադրբեջանական կողմը հետաքրքրված է հայկական արտադրություններով, Հայաստանը ներմուծվում Ադրբեջանի տարածքով հացահատիկ եւ դիզվառելիք։ Սա իրականությունն է։ Եվ այս իրականությանը զուգահեռ կան մարդիկ, որոնք, ինչպես դուք նշեցիք, խոսում են, չգիտեմ, ընտրությունների, ինչ որ ոչ ժողովրդավար process-ի մասին, մի երկրից, որի ժողովրդավարության մասին կարծում եմ ես չի որ պետքա խոսեմ եւ ամեն ինչ առավել քան ակնհայտ է։ Այս մարդկանց կողմից են ինչ որ հայտարարություններ արվում, չգիտեմ, այս մարդկանց մասին, էլ ինչ ասեմ ես, էլի գործարաններ են հեծը, այս մարդը ուրեմն հեծի սեփականատերն է եղել, ով մանկապարտեզների եւ զինվորական զորամասերի վրա հավելագրումներ է արել եւ լցրել է իր գրպանները։ Իդեպ այս մասով էլ Հայաստանի Հանրապետությունը պետականացրել է հեծը։ Մենք 21 թվականին խոսում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 20-25%-ի պետականացման մասին, որն այլևս իրողություն է եւ 300 միլիարդ դրամ ավել պետբյուջե մուտքագրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հարկերի տեսքով, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի բաժինն է, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի փայն է, այն փայը, որի մասին մենք խոսել ենք, եւ այլևս Հայաստանի Հանրապետության ժողովրդին է պատկանում հեծը, որը տվել էին այս մարդուն։ Այս մարդն էլ եկել էր մանկապարտեզների համայնքապետարանի, հասկանում եք, համայնքապետարանների, մանկապարտեզների, զորամասերի վրա, էլ չեմ խոսում առանձին բաժանորդների վրա, որովհետև լիքը փաստաթղթեր վերացրել են, չգիտեմ, ինչ ճանապարհով առելու, ուտելու, թե ինչ ճանապարհով են վերացրել այդ փաստաթղթերը, վերացրել են, որ ամեն ինչ չբացահայտվի, բայց մենք գնալու ենք հետևից եւ բացահայտելու ենք ամենը։ Եվ հիմա էլ ինչի մասին են խոսում։ Նույնն էլ ըստ էության խելացի Գագիկի մասին կարելի ասել։ Բացահայտումներից քանի որ խոսեցիք, պարոն Հովհաննիսյան, ամեն օր գրեթե հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակում ուժեղ Հայաստանին վերագրվող, այսօր էլ Հայաստան Դաշինքի օրինակ գրասենյակում արդիկի խուզարկություններ են եղել, կարծես նորից կաշառք բաժանելու մեղադրանք է դեռ հստակ չէ։ Հիմա այս ձայնագրությունները մենք լսում ենք, բոլորին պարզ է դառնում, թե ինչ ճանապարհով է գնում այս քաղաքական ուժը, ինչ որ ներողություն հեռուստադիտողներից 10-ով կեքի միջոցով իշխանություն իշխանության հասնելու ձգտումներ, բայց արդյունքը որն է, օրինակ, ուղղակի հասցնել հանրությանը, որ այսպիսի քաղաքական ուժ կա մասնակցող, որովհետև հենց ձեր աջակիցները ասում են, որ ինքն ընդհանրապես չպետք է մասնակցել ընտրություններին, եթե այս ճանապարհով է գնում, դուք թույլ եք գտնվում, որ թողնում եք, որ ընտրակաշառք բաժանող ուժը, որի էջը Հայաստանում փակված է, առհասարակ կարող է մասնակցել ընտրություններին։ Տեսեք, մենք ոչ մեկ անգամ ասել ենք, որ գնալու ենք բացառապես ժողովրդավարական ճանապարհով։ Կուսակցությունները գրանցվում են Արդարադատության նախարարությունում եւ այդպիսով իրավունք են ստանում մասնակցել ընտրություններին։ Ընտրական գործընթացների ճանապարհին ցանկացած ընտրախախտումներ պետք է արձանագրվեն իրավապահ մարմինների կողմից, կանխվեն, ինչը որ տեղի է ունենում։ Եվ ըստ էության չկա այս պահին որևէ օրինական ճանապարհ, ձևաչափ, օրենքով նախատեսված, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կասեցնի որևէ ուժի մասնակցությունը ընտրություններին։
կարող է կուսակցությունը իր ուրեմն գործունեությունը ուժը կորցրած ճանաչել դատական գործընթացի ընթացքում, բայց այս մարդիկ էլ շատ լավ հասկանում են, ուրեմն որ այս process-ների ժամանակ դատական process-ները եւ այլն բավականին երկար են տևելու եւ մինչեւ ընտրություններ նրանց կուսակցությունը ուժը կորցրած ճանաչելու հավանականությունը բավականին ցածր է եւ փորձում են օգտվել առիթից սխալ ճանաչելով մեր քաղաքացիներին, ես վստահ եմ դրանում, եւ ինչ որ փողեր են բաժանում տարբեր տեսակի, ուրեմն թաղային խուժանին են փորձում ներգրավել, Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցներին են փորձում ներգրավել եւ այլն եւ այդպես շարունակ, բայց գիտեք, այս փող բաժանելու ցանկությունը եւ process-ը չի կարող ապահովել նրանց ուրեմն հաղթանակը այս ընտրություններում, որովհետեւ կա Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, որը գնալու է անդրադեղամասեր, կա Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, որը ուրեմն քվեարկելու է իր ապագայի համար, եւ ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող փող վերցնի եւ գնա ուրեմն ընտրատեղամասեր եւ փողով քվեարկի Ծառուկյանի, Քոչարյանի կամ Կալուգացի օլիգարխի օգտին, սա անհնար է։ Դե ուրիշ ինչի համար օրինակ քվեարկեն։ Իրանց քվեարկելու ուրիշ մոտիվացիա չկա։ Մոտիվացիաները մի քանիստ են կամ պետքա իրանց հետ սերտ փոխկապակցված մարդիկ լինեն, որ հույս ունեն, որ իրանց օրոք կգան ինչ-որ պաշտոններ կզբաղեցնեն, կսկսեն լափել պետական փողերը, այս մի մոտիվացիան պետք է լինի, ուրիշ մոտիվացիա չկա։ Ցավով պետք է արձանագրեն, որ կան մարդիկ, որոնք ձայնագրությունից երևում է, որ մտնում են խոսակցությունների մեջ առնվազն, բայց սա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ գնալու են ընտրատեղամասեր եւ ձայն տան սրանց, որովհետեւ նաեւ այդ խոսակցություններում մենք տեսնում ենք, որ այսպես ասած ներողություն արտահայտությանս միմյանցից փող քերելու process-ը սկսվել եւ Հայաստանի Հանրապետությունում թե գործարար միջավայրը, թե մեր բոլոր քաղաքացիները տարբեր ոլորտներում աշխատող շատ լավ հասկացել են եւ իրենց մաշկի վրա տեսել են, որ վերջին 5 տարիներին այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցել Հայաստանում, միմիայն նպաստում են նրանց ավելի բարեկեցիկ ապագային եւ շատ լավ հիշում են այդ մարդիկ, թե ինչ է տեղի ունենում, երբ որ այս մարդիկ կամ նրանց հետ փոխկապակցված կոալիցիոն ուժերն են իշխանության փողոցներում ներողություն յաշիկներով անցնում էին մարդկանց վրայով եւ ոչինչ տեղի չէր ունենում։ Այս մարդու Ծառուկյանի որդին, որ փախածա Լուկաշենկոյի գիրքն է փախել, կրակում էր փողոցներում տարբեր մարդկանց վրա, հիմա էլ ասում են ինչ-որ կենթանիներ են վազել իրենց վրա, իրենց կազինոյում եւ այլն։ Այսինքն ես ընդունում եմ այն մտավախությունը, որ կա մեր քաղաքացիների մոտ, որ ինչու եք թույլ տալիս, որ այս մարդիկ մասնակցեն եւ փորձեն վերականգնել Հայաստանում ընտրակաշառքի ինստիտուտը, բայց այս մարդկանց փորձերը ջախջախվելու են, որովհետեւ ընտրակաշառքի ինստիտուտը հնարավոր է վերականգնել մի դեպքում, երբ որ հայ ժողովուրդը մեծամասնությամբ տրվի այդ ընտրակաշառքին, վերցնի գումար եւ գնա ընտրի այս մարդկանց, բայց ներողություն, բայց ես չեմ հավատում անհնար է, որ այս փոփոխություններից հետո, որոնք տեղի են ունեցել եւ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, նման բան տեղի ունենա։ Իսկ ովքեր որ տրվում են դրան, բռնվում են շատ շուտ, ձերբակալվում, կալանավորվում են, դատվելու են ուղղակի այդ մարդիկ։ Այդ դրա մասով ազգային ժողովի նախագահը այսօր հայտարարեց, որ արտահերտ օրենսդրական նախաձեռնություն է կարծես ունենալու 7-ից 9 տարի ազատազրկում կնախատեսվի ընտրակաշառք բաժանելու եւ վերցնելու համար, սա ինչքանով օրինակ կօգնի ու կհասցնի արդյոք միջև ընտրությունները։ Ես կարծում եմ կհասցնենք, մենք այո, փորձում ենք ավելացնել պատժաչափերը, բայց սա գործիքներից մեկն է։ Ամենակարևորն այն է, որ իրավապահ մարմինները, ազգային անվտանգության ծառայությունները ուշով հետևում են գործընթացներին, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, արտաքին հետախուզության ծառայությունը, մյուս ծառայությունները, եւ այս մարդիկ ուղղակի դատվելու են եւ եթե այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը մաֆիոզ եռագլուխ կուսակցությունը դեռևս կարողանում էր որոշակի ազդեցություններ ունենալ վերջին 5 տարիներին այս կամ այն իրավիճակներում եւ ոլորտներում հունիսի 7-ից հետո շատ տխուր է լինելու նրանց իրավիճակը, հիմնովին ջախջախվելու են նրանք եւ մենք էլ ժողովրդից ստացած մեր մանդատով
ուրեմն ամենախիստ ձևով պատժելու ենք ընտրական գործընթացներում ընտրակաշարքը, ժողովրդին վախեցնելու գործընթացները արթնացնել ցանկացող այս մարդկանց, ինչը որ հիմա մենք տեսնում ենք ամենատարբեր իրավիճակներում, ձայնագրությունները չեն միայն, վերջերս Ծառուկյանի ինչ որ խուժաններ էին հարձակվել օրինակ գովազդային պաստառը հանող մարդկանց Շենգավիթ վարչական շրջանում բռնվել են եւ ասֆալտի համզգալով ուրեմն ձերբակալվել են, նույնը տեղի ունենալու բոլորի հետ։ Այս մարդիկ ուրեմն խառնել են ժամանակները եւ վայրը, իրանք իրենց տես կարող են պահել Բելարուսում, Կալուգայում, բայց Հայաստանի Հանրապետությունում իրենք այդպես իրենց պահել այլևս չեն կարող։ Պարոն Հովհաննիսյան, ամփոփելով օրերս մի հանդիպում տեղի ունեցավ Կտրիչ Ներսիսյանը այցելեց Սամվել Կարապետյանին իր առանձնատանը, որպիսությամբ էր հետաքրքրվում։ Օրինակ մարտով անընդհատ Մայրաթոռը ամեն դեպքում կոչ է անում իշխանություններին չխառնվել քաղաքականության։ Հիմա սա օրինակ իրենց կողմից քաղաքականությունը խառնվելու ինչ դրսևորում էր։ Դե շատ ուղիղ քաղաքականությունը խառնվելու դրսևորում է, շատ ուղիղ արտահայտում այն ամեն ինչ, ինչ որ մենք ասել ենք։ Կտրիչ Ներսիսյանը մաֆիայի պատվավոր անդամներից մեկն է։ Մաֆիայի պատվավոր անդամներից մեկն է, ով պաշտպանվում է հայ առաքելական եկեղեցով, ով պղծում է հայ առաքելական եկեղեցին իր ամենօրյա ներկայությամբ այնտեղ։ Եվ մենք էլ նաև մեր նախընտրական ծրագրով ասել ենք, ուղիղ ասում ենք, որ ազատագրելու ենք հայ առաքելական եկեղեցին այս մաֆիոս կլանից եւ առաջին հերթին նրա համար, որ եկեղեցին դուրս լինի քաղաքականությունից եւ քաղաքականությունն էլ դուրս լինի եկեղեցուց, որ քաղաքական գործիչները չգնան եկեղեցին օգտագործեն իրեն շահերի համար, օրինակ այս Կալուգացի Սամոյի նման ուրեմն տանեն իրենց նկարը կախեն Մայրաթոռի շենքերից որևէ մեկում, ասենք խայտարակությունն է դա, մարդ ով օրինակ ինչ էր ասում Աջապարյան, անգամ չգիտի այն մարդու անունը, ում փորձում է պաշտպանել, հասկանում եք, այս մարդը մտել է քաղաքականություն ըստ էության այն օրից հետո, երբ որ գնաց եւ 45 կտորից զայնագրած 1 րոպեանոց ինչ որ տեսանյութ տարածեց եկեղեցու իբր պաշտպանության մասին, բայց մարդը անգամ անունները չգիտի այդ եկեղեցականների, ես չեմ զարմանա, եթե Կտրիչ Ներսիսյանն էլ ինչ որ սխալ անունով դիմաց լինի այս հանդիպման ընթացքում, դրա համար երևի մենակ նկար են տարածել, վիդեոները չեն տարածում։ Այսինքն մենք գործ ունենք մաֆիոս կլանի հետ, որի անդամները ներթափանցել են նաև եկեղեցու ներսում։ Մենք տեսել ենք այն ինչ էր անունը, Արշակին, Սրբազան ասելը մարդու բերանն էլ չի բացվում այդ մարդու Սրբազան ասել։ Դրան ենք տեսել, մի շարք այլ դեմքերի ենք տեսել, Բագրատին ենք տեսել, որ գառը գրկած Տավուշից գալիս էր, որ ուրեմն կրկին Հայաստանը գերի դարձներ այլ երկրների։ Իրանցն են հանձնում։ Այո, Իրանցի Տավուշի թեման էլ իդեպ մի թեմա էր, որով փորձում էին էսկալացիա ստեղծել եւ Տավուշը դարձնեին Ղարաբաղ 2, բերեին խաղապահներին տեղակայեին Տավուշում։ Էս էին ուզում անային այս մարդիկ, բայց ինչպես մենք տեսանք, ինչ տեղի ունեցավ այս մարդկանց հետ, հիմա դատվում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար։ Եվ այս հանդիպումը ըստ էության արտահայտում է այն ամենը, ինչ որ մենք ասել ենք։ Այսինքն հույսն այն է եկել է Սամվել Կարապետյանի դուռը, որ Սամվել Կարապետյանը կարող է ինչ-որ մի սցենարով իր պատկերացմամբ դառնա վարչապետ, ինքն էլ մնա իր աթոռին, որովհետև ակնհայտ է որ ընտրությունները։ Դե նախ Սամվել Կարապետյանը որևէ սցենարով չի կարող դառնալ վարչապետ։ Դե իրենց պատկերացումներին որ թողնենք, իրենց պատկերացումները ես չգիտեմ որտեղից են ձևավորվում եւ ինչպես են ձևավորվում առհասարակ։ Այս նկարագրում է մեր նախորդիվ ունեցած բոլոր ուրեմն մտքերը, առայն որ Կտրիչ Ներսիսյանը, Տաշիր Սամվելը, Կալուգացի օլիգարխը, ուրեմն Խելացի Գագիկը, Մարտակեր Ռոբը, բոլորը նույն ուրեմն դասարանից են եւ նույն մաֆիոս կլանի անդամներն են եւ Եռագլուխ պատերազմի կուսակցությունը ըստ էության ունի 4-րդ անտեսանելի գլուխը, որը չգիտենք որտեղից է դուրս գալի 4-րդ գլուխը, առնվազն անտեսանելի է Կտրիչ Ներսիսյանի դեմքով եւ Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել կաթողիկոս եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ հունիսի 7-ից հետո
մեր եկեղեցու բարենորոգման օրակարգը ել ավելի մեծ թափով առաջ գնա եւ մենք ազատենք եկեղեցին, ուրեմն եկեղեցին պղծող այս անձնավորությունից եւ իր ընկերներից։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, հիշեցնեմ, որ Civic-ի տաղավարում հյուրընկալել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար պատգամավոր Արտուր Հովհաննիսյանին, կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։